21-րդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաները արմատապես փոխել եւ շարունակում են փոխել ավանդական գրադարանի մասին մեր պատկերացումները։ Գիտելիքի ձեռքբերումը, շարունակական կրթությունը, նորարարական մեթոդների եւ միջոցների ներդրումը գիտության եւ կրթության բնագավառում նպաստում են գրադարանների ձևափոխմանն ու արժևորմանը, ընդգծելով նրանց դերակատարությունը նշված գործընթացներում։ Իրենց հերթին գրադարանները դառնում են այն հարթակները, որտեղ ձևավորվում են գիտության եւ կրթության զարգացման համար անհրաժեշտ մոդուլներն ու գործիքակազմը։ Հիմնարար գիտական գրադարանն այսօր այդ հարթակներից մեկն է։ Գրադարանն ակտիվ մասնակցում է հայկական միացյալ գրադարանային ավտոմատացված ցանց համալիր ծրագրի իրականացմանը, նպաստելով գրադարանի հավաքածուների էլեկտրոնային քարտարանի ամբողջական ձևավորմանը։ Անցումը թղթային կրիչներից դեպի էլեկտրոնայինը թույլ է տալիս ոչ միայն պահպանել գիտական ժառանգությունը, այլև տրամադրել այն համացանցում բաց եւ ազատ հասանելիությամբ։ Գրադարանը նպատակաուղղված ձևավորում է ակադեմիական գիտական ժառանգության թվային շտեմարաններ, ընդգրկելով մենագրություններ, ամսագրեր, մատանաշարային հրատարակություններ եւ հայագիտական բացառիկ արժեքներ։ Թվային հարթակների ստեղծումն ապահովում է, որ հայերեն գիտական նյութերը լինեն միջազգային լսարանի համար մատչելի եւ ճանաչելի։ Հաշվի առնելով վերջին տասնամյակի պատերազմական իրավիճակները, որոնք վտանգում են թվային արխիվները, գրադարանը կարևորում է բաց կոդերով ծրագրաշարերի ներդրումը հայաստանյան գրադարաններում, ինչը ապահովում է հայատառ եւ հայագիտական թվային նյութերի անձեռնամխելիությունը եւ բաց ազատ օգտագործումը։ Լավագույն օրինակը գրադարանային գործընթացների ավտոմատացման կոհա համակարգն է, որը հիմնարար գիտական գրադարանի շնորհիվ ունի լայն կիրառություն բազմաթիվ գրադարաններում։ Գրադարանի մարտահրավերներից է նաև Հայաստանում տպագրված գիտական նյութերի միջազգային հասանելիությունը, որի նախապայմաններից մեկը թվային միջավայրում թվային առարկաների նույնականացման համակարգի ներդրումն է, որը հեշտացնում է գիտական նյութերի որոնումն ու մեջբերումը։ Գրադարանի աշխատակիցների մասնագիտական հմտությունների եւ գրագետ մշակման շնորհիվ ակադեմիական բոլոր ամսագրերի հոդվածները, մենագրությունները, ժողովածուները մուտքագրվում են համահայկական թվանշային գրադարան եւ Crossref միջազգային համակարգ։ Կատարելագործված համակարգը թույլ է տալիս անմիջապես այդ նյութերը հասանելի դարձնել միջազգային գիտական հանրությանը։ Հիմնարար գիտական գրադարանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը համահայկական թվանշային գրադարանն է։ Այն ապահովում է բաց հասանելիություն, ներառելով գիտական հրապարակումներ, գրքեր, ամսագրեր, կրոնական եւ կրթական նյութեր, արխիվային փաստաթղթեր։ Սա համատեղ նախագիծ է, որն իրականացվում է ինֆորմատիկայի եւ ավտոմատացման խնդիրների գիտահետազոտական ինստիտուտի հիմնարար գիտական գրադարանի եւ Պոզնանի գերհամակարգչային եւ ցանցային կառույցներ կենտրոնի ջանքերով։ Գրադարանը միակն է Հայաստանում, ով հոդված առ հոդված մշակում եւ համահայկական թվանշային գրադարան է մուտքագրում ոչ միայն ակադեմիական, այլև հանրապետության տարբեր գիտակրթական եւ մշակութային հաստատությունների ամսագրերը, գիտական հոդվածների ժողովածուները, մենագրությունները եւ այլն։ Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր գրադարանը պարզապես պահոց չէ, այլ թվային գիտելիքի պահպանման ու տարածման կենտրոն։